կոչեր հնչեցնել եւ սա խոսքի ազատության այն դեպքն է, մարդը իհարկե դա կարող է ասել, բայց դրան լինում է համապատասխան արձագանք։ Հիմա դուք նշեցիք Հովնան վանքի հոգևոր առաջնորդ Տեր Արամի դեպքը, ով այո հրապարակային խոսել է եկեղեցում առկա խնդիրների մասին եւ կարծում եմ, որ ինչպես մնացած դեպքերում, եթե ձեր ասած process-ը տեղի ունի, Հայաստանի ծառայքելական Սուրբ եկեղեցին պետքա հրապարակայինորեն քննի այդ հարցը եւ հանրության աչքի առաջ պարզաբանի, թե Տեր Արամը ինչ կանոն է խախտել, որովհետև եկեղեցին էլ ունի գործունեության այո իր կանոնները եւ պետք է շատ հստակ պարզաբանվի եւ կարծում եմ, որ պետք է եւ իմաստ ունի եւ նաեւ իմիջայլոց շատ կարեւոր արձանագրում։ Ի վերջո մենք պետքա հասկանանք եւ արձանագրենք, որ եկեղեցին առաջին հերթին եկեղեցու հետևորդներն են։ Ստեղ էլ է այդ բանը տրամաբանությունը փոխված։ Մեզ թվում է, թե եկեղեցին հոգևորականներն են միայն, իհարկե հոգևորականներն էլ են եկեղեցին, բայց պատկերացրեք եկեղեցի, ով ունի հոգևորականներ եւ չունի հետևորդներ։ Դա նշանակում է մեռյալ եկեղեցի, այդպիսի եկեղեցի չի կարող տեղի ունենալ եւ կարծում եմ այդ թվում Տեր Արամի արձանագրումները պարտադիր են դարձնում, որ հենց Տեր Արամի հրապարակումներում արկա հարցերի վերաբերյալ մայրաթոռը հանդես գա հրապարակային պարզաբանմամբ եւ եթե քննություն է տեղի ունենալու, այդ քննությունը թող տեղի ունենա հրապարակային, որտեղ հնչեն հարցեր, պատասխաններ, որպեսզի Հայաստանի ծառայքելական եկեղեցու հետևորդները թափանցիկ ձևով իմանան ինչ է կատարվում, ով է ճիշտ, ով է սխալ, ով է ճիշտ ասում, ով է սուտ ասում։ Եվ ես կարող եմ ասել, որ միանշանակ եւ աներկբա իմ աջակցությունն եմ հայտնում առաջին հերթին որպես Հայաստանի առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ, իմ աջակցությունն եմ հայտնում Տեր Արամին եւ այն հոգեվորականներին, ովքեր աջակցում են Հայաստանի առաքելական Սուրբ եկեղեցու խնդիրների հասցեագրման օրակարգին եւ որևէ կասկած չկա, որ ես իմ ուժերին ներածի չափով կկանգնեմ բոլոր նման հոգևորականների կողքին եւ բոլոր հասուն միջոցներով կաջակցեմ նրանց եւ թիկուն կկանգնեմ նրանց, որևէ կասկած սրանում չկա եւ ընդհակառակը ես կոչ կանեմ հենց առաջին հերթին հոգևոր դասի ներկայացուցիչներին, իրենք առաջին հերթին պետք է կանգնեն այդ խնդիրների կողքին, իրենք իրենց պրոբլեմների մասին եթե չխոսեն, ոչ մեկ չի խոսի։ Լավ, ես կարող եմ խոսեմ բայց ես նույնիսկ այդ պրոբլեմների շատ քիչ մասը գիտեմ։ Ես օրինակ շատ գրառումը ես ինքս կարդացել եմ, ես շատ բաներ կար, անկեղծ ասեմ, ինձ համար նորություն էին։ Եվ ավելին, հենց համայնքը, եկեղեցու համայնքը պետք է հստակ դիրքորոշում անի եւ իր հոգեվոր առաջնորդին պետք է պաշտպանի։ Որովհետև նրանք են ամենաշատը եւ ամենալավը ճանաչում իրենց հոգևոր առաջնորդին եւ պիտի իմանան նրա արժանինքները եւ նաեւ թերությունները եւ պիտի որոշում կայացնեն նրան պաշտպանել եւ համայնքը եւ Տեր Արամը եւ մյուս հոգևորականները, ովքեր այս տրամաբանության եւ հոգևոր նորոգման օրակարգի մեջ են, միանշանակ ունեն իմ աջակցությունը եւ ես բոլոր հնարավոր միջոցներով, թույլատրելի միջոցներով բնականաբար պատճառներով, որովհետեւ այդ թվում եւ այդ խնդրի արծարծման կարևորագույն պատճառներից մեկը դա էր, որ արձանագրումներ, որ մի կողմից մենք խոսում ենք արժեքահենք հանրություն ունենալու անհրաժեշտության մասին, ինչի հետ համաձայն ենք եւ դա աներկբա է, մյուս կողմից հարցը հետեւյալն է, որ
հանրության արժեքների էպիկենտրոնը աղտոտված է, ինչպես է հնարավոր, որ դա տեղի ունենա։ Այս իրադարձությունները, որոնց ես հետևում էի, եկան համոզելու ինձ, որ Հովհաննավանքը այնտեղն է, որտեղ կարելի է ապրել հոգևոր կյանքով, եւ վերջին ամիսներին տեղի ունեցածը ինձ համար նման փաստարկ էր, եւ ես պարզապես ուզում եմ միանալ այն համայնքին, որի հոգևոր հովիվը Տեր Արամ Ասատրյանն է, եւ ում գործունեությունը փաստորեն մենք տեսանք ինչ տեղի ունեցավ ամբողջ այդ վարկաբեկման ապարատը, որը ինչպես իմացանք այս ընթացքում Կտրիչ Ներսիսյանի գլխավորությամբ գործում է, փաստորեն չկարողացավ որևէ կերպ վարկաբեկել Տեր Արամ Ասատրյանի հոգևոր գործունեությունը, եւ դա հիմնավորում է, որ այն մարդիկ, ովքեր ուզում են հոգևոր կյանքով ապրել, կարող են Հովհաննավանքում հոգևոր կյանքով ապրել։ Իմիջիալոց մի այսպիսի նրբություն, որի վրա ուզում եմ ուշադրություն հրավիրել, եւ սա կարծում եմ կարող է դառնալ մեր օրակարգի սպասարկման մի հոգևոր կյանքի վերականգնման սպասարկման մի ուղղություն, եթե ես ճիշտ գիտեմ, Հովհաննավանքը, ինչպես բազմաթիվ այլ հուշարձաններ, գտնվում են կառավարության հաշվեկշռում եւ մի շարք եկեղեցիներ անհատույց օգտագործման են տված հայաստանյա ծառայքելական Սուրբ եկեղեցում։ Ես կարծում եմ, որ այնտեղ, որտեղ չկա հոգևոր կյանք, այլ կան ինտրիգներ, կան խարդավանքներ, ֆեյքերի, ոնց էին անվանել, հաջող ձևակերպում կար, ֆեյքերեցների, թե երեց ֆեյքերի խմբեր են գործում, մենք կարող ենք, կա բոլոր բարոյական եւ իրավականն էլ, որ մենք այդ հուշարձանները կվերադարձնենք հանրությանը եւ Տեր Արամին եւ նրան նման քահանաներին բոլոր ձևերով կաջակցենք, որ նրանք Հայաստանում վերականգնեն իրական հոգևոր կյանքը եւ ես ինքս էլ որպես քաղաքացի հոգևոր կյանքի անհրաժեշտ հարթակի անհրաժեշտություն տեսնում եմ եւ կարծում եմ իմ փնտրտուքներն էլ տեսանելի են եւ կարծում եմ, որ համեն դեպս նախնական տպավորություն կա, որ այդ տեղը գտնվել է, ես իմ տպավորությունները կփորձեմ անձամբ ստուգել։ Արձագանքից հետո մի բան էլ կասեմ։ Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, ըստ էության Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները հոգևոր առաջնորդի փնտրտուքի մեջ են իրականում, որովհետև որևէ մեկի ինչքան